Բարև ձեզ, եթերում տարածաշրջան հաղորդաշարն է։ Այստեղ մենք քննարկում ենք աշխարհաքաղաքական գործընթացներ եւ իրադարձություններ, որոնք անմիջական ազդեցություն ունեն մեր տարածաշրջանի եւ Հայաստանի Հանրապետության վրա։ Այսօր ապրիլի 24-ն է, Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցը։ Մի հանցագործության, որի հետևանքներն ու ազդեցությունը տեսանելի եւ նկատելի է նույնիսկ մեր օրերում։ Հայոց ցեղասպանության առնչվող խնդիրների քննարկման, Հայոց ցեղասպանության մերօրյա դասերի քննարկման համար այսօր սիրով հյուրընկալել ենք պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ցեղասպանագետ Աշոտ Հարությունին։ Շնորհակալ եմ, պարոն Հարությունի շնորհակալ եմ հրավերի համար։ Հայոց ցեղասպանության առնչվող խնդիրների շարքում դրա շարունակականությունը կանխելու հարցում թերևս կարևորագույն նշանակություն է ունեցել եւ ունի դրա միջազգային ճանաչման խնդիրը, որպես զսպիչ գործոն, որպես կանխարգելիչ գործոն։ Բայց եթե մի քիչ միջազգային ճանաչումից վերացարկվենք եւ գանք Թուրքիայի կողմից հայոց ցեղասպանության առերեսման փաստին, կարծում ենք, որ այստեղ երկու հիմնական հանգամանքի համադրություն պիտի լինի։ Նախ Թուրքիայում ներքին մղումը առերեսվելու սեփական պատմության հետ, որտեղ դա նաև իրենց է պետք, եւ միջազգային պատշաճ ճնշումը։ Այս համատեքստում ձեր գնահատմամբ կա հնարավորություն տեսանելի ապագայում Թուրքիայի կողմից առերեսվելու սեփական պատմությանը։ Շնորհակալ եմ հարցի համար, կարճ կարող եմ ասել միանշանակ այո, եւ եթե մենք հետադարձ հայացք նետենք թուրքական պաշտոնական ժխտողական քաղաքականությանը, ապա մենք կտեսնենք, որ առանձնապես վերջին շրջանում այս ժխտողականությունը զգալի փոփոխություններ էր կրել։ Փորձենք մի պահ հիշել Էրդողանի 2014 թվականին ապրիլ 24-ի կապակցությամբ ունեցած ելույթը, նախագահ Էրդողանի եւ վարչապետ Դավութօղլուի 2015 թվականի ապրիլին ունեցած ելույթները, ի վերջո նաեւ Կոստանդնուպոլսի պատրիարքական տեղապահ Աթիշյանին նախագահ Էրդողանի 2019 թվականին ուղարկած նամակները, եւ կտեսնենք, որ արդեն մի բոլորովին կարծես այլ ռազմավարություն է որդեգրել թուրքական քաղաքական գիծը այս առումով, մասնավորապես այն ժխտողականությունը, որ նախկինում կար, բացարձակ ժխտողականությունը, ըստ որի չի եղել սուտ է, կեղծ է, հաճախ ասում էին հայերն են կոտորել թուրքերին, դա արդեն կարծես թե այլևս տեղի է տվել, եւ Էրդողանը ու իր թիմակիցները խոսում էին ընդհանուր ցավի մասին, ցավակցություն էին հայտնում ուրեմն հայ ժողովրդին, ահա այդ մահերի կապակցությամբ, մեծաքանակ մահերի, մեծ մահի կապակցությամբ, իսկ Աթիշյանին ուղղված նամակում Էրդողանը այսպես այդ ամեն ինչը հայերի մահացությունը վերագրում էր այսպես թուրքական պետության թուլանալուն, գաղթերին, համաճարակներին եւ անվերահսկելի ավազակախմբերի գործողություններին։ Այսինքն այս ամեն ինչը երբ համադրում ենք, մենք տեսնում ենք, որ այլևս նրանք կարծես թե չեն կարողանում ժխտել փաստերը։ Եվ ինչն է դրա պատճառը։ Վերջին շրջանում հրապարակ եկած մեծաքանակ սկզբնաղբյուրները, սկզբնաղբյուրային վկայությունները հայոց ցեղասպանության մասին։ Ինչպես գիտենք, հենց Օսմանյան պետության թիվ 1 դաշնակցի Գերմանիայի քաղաքական արխիվի փաստաթղթերը հրատարակվեցին, 3 հատորով այդ փաստաթղթերը ներկայացնում են գերմանացի հյուպատոսների, դեսպանների, այսպես եւ այլ դիվանագիտական քաղաքական գործիչների կամ միսիոներների բերանով այն, ինչ կատարվել է, ավստրիական փաստաթղթերը հրատարակվեցին, մեծաքանակ այլ փաստաթղթեր են հրատարակվել, որոնք անվերապահորեն հաստատում են փաստերը, հաստատում են այն, ինչ տեղի է ունեցել, եւ թուրքական ժխտողական քաղաքականությունն այլևս նախկինի պես չի կարող աշխատել։ Բայց շատ ուշագրավ է, իսկ եթե չեն ժխտում
փաստերը տվյալ դեպքում, այդ դեպքում ինչն են ժխտում։ Սա է շատ հետաքրքիր։ Մենք տեսնում ենք, որ թուրքական ժխտողականությունը զգուշորեն հակվում է դեպի մտադրության ժխտումը, այսինքն նախկին ժխտողականությունն արդեն ճաքեր է տալիս եւ հիմա նրանք փորձում են այսպես ժխտել մտադրությունը։ Իսկ ինչու դա մեզ պարզ կդառնա, եթե հայացք նետենք մի պահ միջազգային ժամանակակից իրավունքին, աչքի առաջ ունենանք ցեղասպանության կանխարգելման եւ պատժման կոնվենցիան եւ հիշենք, թե ինչպես էր ձևակերպվում ցեղասպանությունը այդ կոնվենցիայում, ինչպես է ձևակերպված Ռաֆայել Լեմկինի եւ իր գործընկերների միջոցով, ցեղասպանությունը համարվում ազգային, էթնիկական, կրոնական կամ ռասայական որևէ խմբի կամ նրա մի մասին ոչնչացնելու մտադրությամբ իրականացված հետեւյալ գործողություններից որևէ մեկը եւ այնուհետև թվարկվում են այդ գործողությունները։ Մտադրություն գիտեք, Լեմկինը, երբ այս կոնվենցիան հեղինակում էր, դասական իրավագիտության դիրքերից է հանդես եկել եւ այս մտադրության առկայությունը դրանով է պայմանավորված։ Բայց եթե մենք նկատի ենք առնում այն, որ սահմանափակ ժամանակահատվածում պարբերաբար ոչնչացվում է մեծաքանակ մարդկանց զանգված, տվյալ խմբերից որևէ մեկին պատկանող, ասենք 1 միլիոնը 2 միլիոնի կողմից, 2 միլիոնը ուրիշների կողմից, այսպես, ապա այս մտադրության ապացուցումը դառնում է արդեն լիովին ավելորդ։ Ուղղակի աբսուրդային մի բան է դառնում, քանի որ ինչպես կարող են առանց սպանելու մտադրություն ունենալու սպանել 1 միլիոն մարդկանց։ Իդեպ ես ձեզ ասեմ, կոնվենցիան ըստ էության իր ուժի մեջ մտնելու օրից 51 թվականի հունվարի 12-ից բավականաչափ չի ծառայել նախանշված նպատակներին, կանխարգելմանը կամ ժխտմանը եւ դրա պատճառն է նաեւ այս մտադրության առկայությունը կոնվենցիայում, որը իրականում գործիք է դառնում ժխտողականությանը, քան ծառայում արդարադատությանը։ Անկասկած է, որ կոնվենցիան բարեփոխման կարիք ունի եւ միջազգային դիսկուրսում այս հարցը բավական հասունացած է, անկասկած է, որ դա տեղի կունենա։ Եվ մի ուշագրավ հանգամանք նաև ձեզ հաղորդեմ, Ռաֆայել Լեմկինը նույնպես գիտեր, որ իդեալական փաստաթուղթ չի ստեղծել եւ հենց այդ պատճառով կոնվենցիան տեղադրել է 16-րդ հոդվածը, ըստ որի համաստորագրող կողմերից որևէ մեկը վերանայման առաջարկներ ունենալու դեպքում կարող է դիմել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին եւ այնուհետեւ այդ առաջարկները կարող են քննարկվել գլխավոր ասամբլեայում, այսինքն կարող են ընդունվել կամ չընդունվել։ Այս հոդվածից մինչև հիմա ոչ ոք չի օգտվել եւ այս հարցում շահագրգռված պետք է լինեն առաջին հերթին բնականաբար ցեղասպանություն կրած ունեցած ժողովուրդները եւ առաջին հերթին նրանք, որոնք առերեսվում են ժխտողականությանը։ Եկեք փորձենք պատկերացնել, եթե Հայաստանը, որպես համաստորագրող կողմ, միայնակ կամ այլ կողմերի հետ միասին, շահագրգիռ կողմերի հետ միասին, փորձի առաջարկներ ներկայացնել, իսկ այդ առաջարկները քիչ չեն եւ ընդունելի են եւ ամրագրված են միջազգային դիսկուրսում արդեն բազմիցս եւ այնուհետեւ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը ներկայացնի ասամբլեայի քննարկմանը, ապա կարելի է ասել, որ խիստ մեծ է հավանականությունը, որ դրանք կընդունվեն, քանի որ կոնվենցիայի ամրապնդման նպատակով կատարված առաջարկությունները չեն ընդունվի միայն ցեղասպան պետությունների կամ դրանց իրավահաջորդների եւ առնվազն նրանց արբանյակների կողմից, որոնք ասամբլեայի այդ մեծ ընտանիքում բաց խիստ փոքրամասնություն են կազմում։ Այսինքն պետք է նման քայլերի գնալ եւ այդ քայլերից մեկը, քանի որ հարցին անդրադարձ կատարեցինք, հենց այդ մտադրության այսպես դուրսբերումն է։ Պարոն Հարունիկ, տեսեք, ցեղասպանություն կա ընդունված կարծիք, որ ի թիվս այլնի, նաև այն ինչը դուք նշեցիք, 48 թվականին ընդունված եւ 51 թվականին ուժի մեջ մտած այդ կոնվենցիայի լավ չգործարկման
պատճառներից մեկը կայանում է նրանում, որովհետև կոնվենցիայով դրան միացած պետությունները պատասխանատվություն են ստանձնել նաև կանխարգելելու ցեղասպանությունների իրագործումը։ Եվ եթե որևէ պետություն կոնվենցիայի միանալուց հետո խոսում է ցեղասպանության մասին, ապա նախ եւ առաջ ընդունում է իր ձախողումը, ի թիվս այն, որ ինքը ձախողել է կանխելու ցեղասպանություն, որովհետև ցեղասպանությունների վաղ կանխարգելման որոշակի մեխանիզմներ ՄԱԿ-ը, այդ թվում նաև Մարդու իրավունքների խորհրդով հաստատված ունի, եւ օրինակ Արցախյան վերջի դեպքի հետ կապված ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի ցեղասպանության կանխարգելման հարցերով գլխավոր խորհրդականը նման, այսպես ասած, վաղ նախազգուշացում արել է։ Այդ չեմ խոսում միջազգային քրեական դատարանի նախկին գլխավոր դատախազի կողմից։ Ձեր կարծիքով սա եւս նպաստում է, որպեսզի կոնվենցիան լավ չի գործարկվի։ Անկասկած, գիտեք, կոնվենցիայի ընդունումը շատ մեծ առաջընթաց էր միջազգային իրավունքի պատմության մեջ, որովհետև առաջին անգամ այդ հանցագործությունը սահմանվեց եւ կանխարգելման ու պատժման անհրաժեշտությունը ձևակերպվեց այդ կոնվենցիայում, բայց ինչպես դուք նշեցիք միանգամայն իրավացիորեն, այսպես իր նախանշած գործառույթներին չի ծառայել կոնվենցիան։ Տեսեք, որքան ցեղասպանություններ եղան, դրանցից ոչ մեկը չկանխարգելվեց, դրանցից ոչ մեկը չպատժվեց քիչ թե շատ բավարար չափով։ Լիովին համամիտ եմ ձեզ հետ։ Դա նշանակում է, որ կոնվենցիան համապատասխան գործիքակազմ, որը կապահովի այդ նախանշված դրույթների իրագործումը չունի եւ դրանք անկասկած պետք է մոտ կամ հեռու ապագայում ի հայտ կան այդ գործիքակազմը եւ այդ կանխարգելման ու պատժման միջոցների կիրառումը։ Մենք նույնիսկ առերեսվում ենք այնպիսի զարմանալի փաստերի, օրինակ տեսեք Ռուանդայում 1994 թվականին 100 օր շարունակ ցեղասպանություն տեղի ունեցավ, ընդ որում ՄԱԿ-ի խաղաղապահ զորամասերը ի սկզբանե այնտեղ էին, կապույտ սաղավարտավորները, ի սկզբանե։ Եվ ուրեմն երբ ցեղասպանությունը սկսվեց, նրանք արագ դուրս բերվեցին մեծ մասամբ 2500-ից առնվազն 500 հոգի այնուհետև չկարողացավ դուրս բերվել ու մնաց Ռուանդայում, դառնալով իրադարձությունների ականատեսը եւ այնուհետեւ եւ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը եւ խոշոր պետությունների ղեկավարները խուսափում էին ցեղասպանության ընթացքում դա բնութագրել որպես ցեղասպանություն, որպեսզի ըստ կոնվենցիայի հարկադրված չլինեն միջամտելու, քանի որ առանձնապես շահագրգռված չէին ծախսեր կատարելու եւ այլ հարցերում, եւ միայն հետադարձ այսպես տեսանկյունից, երբ ժամանակավոր ուրեմն միջազգային դատարանը ստեղծվեց Ռուանդայի հարցերով, դատարանը միայն դա բնութագրեց որպես ցեղասպանություն, այնուհետև սկսվեցին դատավարությունները։ Մենք ինչ ենք տեսնում։ Տեսնում ենք, որ միջազգային իրավունքի մաս կազմող այս կոնվենցիայի գործադրումը դեռևս ենթակա է այս կամ այն պետության աշխարհաքաղաքական շահերին։ Կոնվենցիան պետք է այնքան ուժեղանա կամ միջազգային իրավունքը այդ մասով այնքան պետք է ուժեղանա, որ գործի անվերապահորեն, որ գործի անկախ որևէ մեկի աշխարհաքաղաքական կամ այլ շահերի թելադրանքից կամ պարտադրանքից, եւ դա անկասկած տեղի է ունենալու։ Ուղղակի այդ գործընթացը կարելի է արագացնել, եթե օրինակ համաստորագրող կողմերը, ինչպես քիչ առաջ ես նշեցի, հանդես կան համապատասխան առաջարկներով եւ փորձեն այդ առաջարկներին ընթացք տալ։ Կոնվենցիայի 16-րդ հոդվածը լիովին ապահովում է այդ ճանապարհը եւ դրանում առաջին հերթին մենք պետք է շահագրգռված լինենք, քանի որ առերեսվում ենք ժխտողականությանը։ Իսկ ինչպեսին պետք է լինի այդ բարելավումը։ Տեսեք, մենք շարունակ խոսում ենք մշակութային ցեղասպանության մասին։ Կոնվենցիայում նման դրույթ չկա։ Ի սկզբանե եղել էր, նախագծում եղել էր, բայց սառը պատերազմի պայմաններում ուրեմն այսպես որոշակի կարևոր դրույթներ դուրս բերվեցին։ Օրինակի համար ԽՍՀՄ այն ժամանակ կողմ էր, որ մշակութային ցեղասպանությունը ներառվի կոնվենցիայում, բայց դեմ էին արևմտյան պետությունները իրենց առաջին հերթին նաև, այո, իրենց գաղութարարական անցյալի պատճառով։
ԽՍՀՄ մեկ ուրիշ հարց։ ԽՍՀՄ դեմ էր կոնվենցիայում այս խմբերի շարքում ընդգրկել նաև քաղաքական կամ սոցիալական խմբերին։ Մենք գիտենք, որ այսպիսի մեծ խմբեր են նաև ոչնչացվել, նկատի առնենք առաջին հերթին նաև Ինդոնեզիայի կամ Բանգլադեշի կամ այլ օրինակները, եւ ահա կողմերին մյուսները։ Այս հակամարտությունը խոչընդոտեց, որպեսզի այս եւ որոշ այլ դրույթներ ներառվեն ընդհանուր համաձայնության պայմաններում կոնվենցիայում, բայց հիմա ժամանակները փոխվել են եւ պիտի ի հայտ գան նախաձեռնություններ, ով պետք է նախաձեռնի, ով առաջին հերթին շահագրգռված է դրանով, ով է շահագրգռված, նա ով առերեսվում է ժխտողականության, այսինքն տեսեք, մենք ունենք այդ ճանապարհը եւ ելի ուրիշ ժողովուրդներ կարող են համատեղ գործել այս հարցում եւ պետք է գործել, պետք է ճուշացնել եւ դա անկասկած կծառայի իր նպատակին։ Շնորհակալություն, բարոյ, հավանաբար կհամաձայնեք, որ հայոց ցեղասպանությունը միայն 15-ից 23 թվականների կատարվածը չէ, ոչ միայն ազդեցությամբ, որը զգում ենք նաև այսօր, այլ նաև զուտ գործընթացի տրամաբանությամբ։ Այսինքն հայկական հարցի զարգացման կամ հայկական հարցի պատմության ամենաառանցքային եւ ամենադժբախտ իրականությունն է հայոց ցեղասպանությունը, բայց նաև Արցախյան վերջին իրադարձությունները մենք տեսանք, որ ըստ էության դրա շարունակականությունն է։ Մի կողմից, մյուս կողմից, երբ որ ցեղասպանը շարունակում է ժխտողականությունը, դա նաև ապացույց է, որ մտադրությունը չի վերացել, որտեղ ժխտողականության բացառումը նշանակում է նաև ցեղասպանական մտադրության բացառում, այսինքն եթե ընդունում ես կատարածը, ապա ընդունում ես մտադրությունը ապագայում եւս դա չկատարելու համար։ Այս առումով հայկական հարցի լայն շրջանակում, եթե մենք դիտարկում ենք հայոց ցեղասպանությունը եւ դրա շարունակականությունը, որոնք են այն հիմնական դասերը, որ այսօր մենք իբրև ժողովուրդ եւ իբրև պետություն պիտի յուրացնենք։ Շատ կարևոր ընդգրկուն հարց է, շատ շնորհակալ եմ։ Այո, միանգամայն իրավացի եք, հայոց ցեղասպանությունը միայն 1915-16 կամ հետագա թվականների իրողությունները չեն, ըստ էության այդ ցեղասպանական ծրագիրը գործադրվել է 1894 թվականից, այնուհետև իր շարունակականությունը այսպես ապահովել են հաջորդ վարչակարգերը, գիտենք 1909 թվականի Կիլիկիայի զանգվածային կոտորածների մասին, Կիլիկիայում հայերի, այնուհետև 1918 թվականի, այնուհետև Քեմալական շրջանի եւ գիտեք ակնհայտ է եւ ապացուցման կարիք չունի այս բոլոր փուլերի փոխկապակցվածությունը։ Ես լիովին համամիտ եմ ձեզ հետ, որ ուրեմն գիտակցաբար ցեղասպանությունը ժխտելը այլ բան չի նշանակում, քան շարունակել ցեղասպանությունը։ Հա այս դրույթը հաճախ է հնչում ցեղասպանագիտության ոլորտում եւ միանգամայն ճիշտ է, նա ով գիտակցաբար ժխտում է ցեղասպանությունը, նա հանդես է գալիս որպես պոտենցիալ ցեղասպան, որը պատրաստ է կրկնել կամ երրորդել նույն հանցագործությունը։ Սա այսինքն ժխտողականության դեմ պայքարը, ժխտողականության վերացումը մեզ հայերիս համար ունի անվտանգային եւ գոյաբանական կարեւոր նշանակություն եւ դրա համար պետք է մեկտեղել բոլոր ջանքերը։ Ինչպես է դա հնարավոր։ Դուք նշեցիք իհարկե արտաքին ճնշման գործոնը, դա իհարկե մշտապես կարող է աչքի առաջ առնվել, կարող է լինել այս կամ այն չափով արդյունավետ, բայց իմ կարծիքով գիտեք Թուրքիայի կողմից ցեղասպանության ճանաչումը պետք է ի հայտ գա Թուրքիայի ընդերքից ի հայտ եկած ճնշման արդյունքում եւ դրա օրինակները մենք գիտեք այսօր ունենք ես կարող եմ ասել որ Եվրոպայում ես ինքս հավանաբար դուք նույնպես նաեւ Ամերիկայում նաեւ այլ վայրերում ճանաչում ենք թուրքերի, քրդերի, որոնք միայն Թուրքիայից դուրս գալուց հետո են տեղեկացել ճշմարտության մասին եւ այնուհետեւ անվերապահորեն կանգնած են մեր կողքին։
Որպես փաստ, միակնառու փաստ ես նշեմ Մայնի Ֆրանկֆուրտում մոտ 25 տարի առաջ հիմնված Ցեղասպանության հակառակորդների միությունը, որը հիմնել է մի թուրք ուրեմն անձնավորություն Ալի Էրտեմը, եւ այս միությունը համախմբում է իր տանիքի տակ բազմաթիվ թուրքերի եւ քրդերի, եւ այս կազմակերպությունը իր բոլոր ջանքերը ներդրել է, որպեսզի ինչպես աշխարհը, այնպես էլ առաջին հերթին Թուրքիան ճանաչի ցեղասպանությունը։ Ընդ որում ուշագրավ է, եթե մենք պնդում ենք, որ անհրաժեշտ է ճանաչել ցեղասպանությունը եւ վերջ, ապա նրանք չեն բավարարվում դրանով։ Այս մեր թուրք եւ քուրդ բարեկամներանք ասում են ոչ, դուք պետք է հատուցում ստանաք։ Նրանք պետք է հատուցեն ձեզ վերադարձնելով հողը, նրանք պետք է հատուցեն գրած կորուստները, այսինքն նրանք ավելի արմատական եւ ամբողջական պահանջներ են ներկայացնում։ Սա ինչ է նշանակում։ Այն, որ թուրքական հասարակության այս մասնիկները միայն Թուրքիայից հեռանալուց հետո են տեղեկանում բուն պատմական իրողությունների մասին եւ այնուհետեւ միանշանակ դիրքորոշում են որդեգրում պայքարելու ցեղասպանության ժխտողականության դեմ։ Այս փաստը եւ նման փաստերը մեզ ցույց են տալիս, թե որքան կարեւոր է Թուրքիայի հասարակության իրազեկումը, այսպես թուրքական պաշտոնական պրոպագանդայի շոշոկներից այդ մարդկանց դուրս բերելը, իսկ դրա համար ներկայումս կան բազմաթիվ միջոցներ, գիտեք, տեխնոլոգիական հնարավորություններ, համացանցային ռեսուրսները, այս տեխնոլոգիական հնարավորությունները։ Մի օրինակ փորձենք պատկերացնել, եթե մեծ ռեսուրսներ, մեծ ծախսեր չի պահանջում, եթե ուրեմն համակարգված կերպով այն հսկայական սկզբնաղբյուրային նյութերը գերմանական, ավստրիական, հունգարական, ամերիկյան եւ այլն թարգմանվեն թուրքերեն եւ տեղադրվեն համացանցում այնպիսի կայքեջերում, որոնք հասանելի կլինեն միջին մարդուն, թուրքական հասարակության, այդ կերպ կարելի է իրազեկել թուրքական հասարակությանը եւ վստահ եղեք, նրանք, ովքեր իրազեկված են, նրանք մեծ մասամբ արդեն դուրս են գալիս այդ բարդույթներից եւ մեր կողքին են։ Այսինքն թուրքական պետության կառավարության կողմից ցեղասպանության ճանաչման կարևորագույն նախադրյալ եմ ես համարում թուրքական հասարակության իրազեկումը, որի ուղղությամբ մենք պետք է աշխատենք։ Իսկ ինչ վերաբերում է ձեր հարցի երկրորդ մասին, այսպես, գիտեք, այդ ժամանակաշրջանը, դրան հաջորդած տարիների փորձառությունը մեզ ավանդել են բազմաթիվ դասեր, որոնք մենք միայն մասնակի ենք յուրացրել կամ չենք յուրացրել։ Եթե մենք մեր աչքի առաջ ունենանք միայն 1918 կամ 1920 թվականները եւ տեսնենք, թե ինչպիսի դասեր են դրանք մեզ առաջադրում եւ յուրացնենք այդ դասերը, վստահ եղեք, որ Հայաստանը որևէ քաղաքական կամ աշխարհաքաղաքական որոգայթի մեջ չի ընկնի եւ որևէ սխալ թույլ չի տա։ Եթե մենք ժամանակ ունենք, եկեք անդրադառնանք 1920 թվականին։ Տեսեք, տասնամյակներ շարունակ մեզանում ձևավորվել է այն դրույթը, թե Հայաստանի առաջին հանրապետությունը դարձավ քեմալա-բոլշևիկյան դաշինքի զոհ։ Այլ ձևակերպմամբ Հայաստանը հայտնվեց թուրքական սալի եւ բոլշևիկյան մուրճի միջև եւ ճզմվեց։ Գիտեք, դրանք միանգամայն սխալ թեզեր են, եթե ուսումնասիրում ես ժամանակը եւ իրադարձություններն ու դրանց կապող ամեն ինչ։ Դրանք սխալ թեզեր են, որոնք պարտակում են մեր այն ժամանակվա հայրենասեր, բայց ցավոք քաղաքականապես ոչ հեռատես ղեկավարների թույլ տված սխալները եւ որոնք թույլ չեն տալիս մեզ ինչպես հարկն է յուրացնել այդ կարևոր տարիների դասերը, մինչդեռ Աստված եւ ժամանակը մեզ 1920 թվականին տվել էին բոլոր հնարավորությունները հայկական հարցի լուծմանը որոշակիորեն հասնելու եւ այդ ժամանակահատվածից շահեկանորեն դուրս գալու համար։ Տեսեք,
Իհարկե ես կարող եմ խորանալ ցանկացած դետալի մեջ, եթե դրա ժամանակը լինի, բայց ես ընդհանուր այսպես գծերով պարզապես ասեմ։ Ինչը դարձավ 1920 թվականին մեր աղետների գլխավոր պատճառը, մեր քաղաքական անիրատեսությունը։ Խորհրդային Ռուսաստանը իր ներքին թշնամիների դեմ պայքարը ավարտին հասցնելով արդեն հավակնում էր անձամբ ինքը այսպես ձևավորել աշխարհաքաղաքական կոնյունկտուրան մեր ողջ տարածաշրջանում եւ քեմալական հակակառավարությունը 20 թվականի սկզբներին Գարնանը փրկում էր փորձում էր պետության ամբողջականությունը փրկել այսպես Փարիզում տերությունները շուտով Թուրքիայի հետ կապված հաշտության խնդիրներն էին քննարկելու, Թուրքիան մասնատվելու էր եւ ահա Քեմալը փորձեց Լենինի հետ գնալ դաշինքի եւ ապրիլի 26-ին Լենինին ահա փոխօգնության մի ծրագիր առաջարկեց այն թեզի հիման վրա թե մեր թշնամիները նույնն են համատեղենք մեր ջանքերը նրանց դեմ պայքարի համար եւ միաժամանակ առաջարկեց նրան գործարք Ադրբեջանը կխորհրդայնացնեն կամ կօգնեն, որ խորհրդայնանա, Վրաստանը թողնում էր Ռուսաստանի իրավասությունների ոլորտում, իսկ ինքը պարզ նշում էր, որ ես մտադիր եմ իմպերիալիստական Հայաստանի վրա հարձակվել, որտեղ մեծ վտանգ է ներկայացնում։ Գիտեք, Ռուսաստանը արգելեց պատասխան նամակով, ավելին իրեն վերապահեց որպես միջնորդի գծելու համար Հայաստանի եւ Պարսկաստանի հետ սահմանները Թուրքիայի եւ Քեմալը իր պատասխան նամակում համաձայնեց եւ Ռուսաստանին ճանաչեց որպես միջնորդ։ Մի բան, որը մենք երբևէ չարեցինք։ Ընդ որում Ռուսաստանը այս տարածաշրջան էր գալիս առաջին հերթին այսպես հայկական հարցի լուծման ցանկությամբ եւ վճռականությամբ ոչ միայն մեզ համար ոչ այլև իր շահերի համար քանի որ եթե Ռուսաստանը ինքը լուծեր այն հայկական հարցը որը տերությունների քննարկման խնդիր էր դարձել ապա այստեղ կապահովեր իր քաղաքական գերագայությունը, գերիշխանությունը իհարկե։ Եվ տեսեք ինչ քայլեր, կարճ ես ձեզ ասեմ, ինչ քայլեր ձեռնարկվեցին։ Ռուսաստանը, ռուսական կառավարությունը առաջարկեց մեզ եւ Վրաստանին պատվիրակություններ ուղարկել Մոսկվա բարեկամական պայմանագրեր կնքելու համար։ Վրացիները արագ մի պատվիրակություն կազմեցին 6 օրում հասավ Մոսկվա, կնքեցին պայմանագիրը, որով Ռուսաստանը ճանաչում էր Վրաստանի անկախությունը եւ վերադարձան։ Մեր այդ ժամանակի կառավարությունը, այս բյուրո կառավարությունը հայկական հարցի լուծումը տեսնում էր միայն Փարիզում։ Եվ չէր փորձում եւ չէր ինչ որ բան անել, որը կարող է օրինակ Անգլիային դուրս չգալ, ամբողջովին ենթարկված էին այսպես Անգլիային եւ եվրոպական տերություններին եւ չէին ուզում խորհրդային Ռուսաստանի հետ, որին չէր ճանաչում Անգլիան եւ կամ մյուս պետությունները հարաբերություններ հաստատել։ Եվ ահա նրանք որդեգրեցին այսպես Ռուսաստանի առաջարկին ընթացք տալու, բայց ձախողումներով ոչինչի չհասնելի քաղաքականություն իրականում։ Կազմեցին մի պատվիրակություն Լևոն Շանթի ղեկավարությամբ, այսպես ռուսները շատ էին շտապում մեզ հետ բանակցություններ վարելու եւ պայմանագիր կնքելու։ Նույնիսկ շփընթաց գնացք էին առաջարկում։ Մենք հրաժարվեցինք եւ մեր պատվիրակությունը երկար ժամանակ այսպես մնալով այստեղ կամ այնտեղ Ռոստովում, կամ Վլադիկավկազում 26 օրում հասավ Մոսկվա։ Այնուհետև Չիչերինը առաջին իսկ հանդիպման ժամանակ բացեց բոլոր խաղաքարտերը, այսպես եւ առաջարկը այն էր, որ մենք հրավիրենք Ռուսաստանին որպես միջնորդ։ Այնուհետև մենք այդ ժամանակ ունեինք շուրջ 70,000 քառակուսի կիլոմետր տարածք, չէ՞։ Մեզ խոստանում էին Արևմտյան Հայաստանի տարածքի մի զգալի մասը, մասնավորապես Վանի եւ Բիթլիսի վիլայեթների զգալի մասը եւ ելք դեպի Սևծով։
ընդ որում Ադրբեջանի հետ վիճելի տարածքները առաջին իսկ հանդիպման ժամանակ Չիչերինը վստահեցրեց, որ պատկանելու են մեզ։ Գիտեք, մենք մեր պատվիրակությունը Լևոն Շանթի, որը ինքը անձամբ հակաբոլշևիկ էր, այսպես ձախողեց բանակցությունները Մոսկվայում։ Բոլոր տեղեկությունները վկայում են այդ մասին։ Եվ բանակցությունները ըստ էության կանգ առան, որովհետև այնտեղից հարցում էին կատարում ինչ-որ հարցի առնչությամբ Երևանի մեր կառավարությանը եւ պատասխան չէին ստանում շաբաթներ, շուրջ 1 ամիս։ Եվ հետաքրքիրը ինչն է, ձեզ մի ուրիշ այս պահին կարևոր բան նաև տեղեկացնեմ, Լևոն Ղարախյանը, որ Չիչերինի հետ միասին էր վարում մեր բանակցությունները, այսպես մի անգամ այս պատվիրակության անդամներից մեկին Համբարձում Տերտերյանին հրավիրում է իր մոտ, եւ Տերտերյանը նրա մոտ տեսնում է մի քարտեզ, որտեղ գծված էր Կովկասը, այսպես եւ Հայաստան ամենամեծ պետությունն էր, Հայաստանի մեջ էին ներառված եւ այս վիճելի կոչված տարածքները եւ նույնիսկ Բաթումը, Բաթումի նավահանգստով եւ բազմաթիվ ուրիշ տարածքներ, Վրաստանը փոքր էր համեմատաբար, իսկ Ադրբեջանը միայն Աբշերոնյան թերակղզու վրա էր, մի փոքրիկ կետ։ Եվ երբ հարցնում է սա ինչ քարտեզ է, պարզվում է, որ դա խորհրդային ռուսական կառավարության ուրեմն հրամանով բանակի գլխավոր շտաբն է պատրաստել այնպիսի իրադրության համար, եթե ուրեմն մենք Թուրքիայից, Արևմտյան Հայաստանից տարածքներ չստանանք։ Սա Ռուսաստանի պլան B էր։ Հիմա պլան այն էր, որ մեզ պետք է տային Վանի եւ Բիթլիսի վիլայեթներից տարածքներ դեպի Սևծով ելքով։ Ինչու էր Ռուսաստանը շտապում մեզ հետ բանակցել։ Պատկերացրեք, երբ մեր պատվիրակությունը Վլադիկավկազում օրեր շարունակ մնում էր կամ Ռոստովում, ամենաբարձր մակարդակով ռազմական կոմիսարի Տրոցկու մակարդակով հրահանգ էր ուղարկվել բոլոր տեղական բոլշևիկյան կազմակերպություններին գտնել հայ պատվիրակներին եւ օգնել, որ շուտ գան Մոսկվա։ Ինչու էին նրանք շտապում, որովհետև արդեն դուրս էին եկել նաև թուրք պատվիրակները։ Բեկիր Սամիբեի գլխավորությամբ ուղևորվում էին Մոսկվա եւ շուտով պետք է սկսվեին նաև ռուս-թուրքական բանակցությունները, եւ ռուսները շտապում էին մեզ հետ բանակցել ու պայմանագիրը կնքել այդ դիրքերից թուրքերի հետ խոսելու համար։ Մենք դա ձախողեցինք Մոսկվայում եւ երբ արդեն ձախողվել էին, ուղղակի ոչ մի կերպ առաջ չէին գնում բանակցությունները, մենք առաջ չէինք տանում բանակցությունները, հուլիսի 24-ին սկսվեցին բանակցությունները թուրքերի հետ, եւ չնայած մենք այսպես այդ ժամանակի կտրվածքով ձախողել էինք, Չիչերինը թուրքերի առաջ նորից դնում էր հայերին տարածքներ տալու հարցը։ Եվ դուք գիտեք, բոլոր հարցերում եկան համաձայնության, բայց 1 ամիս տևած այդ բանակցությունների արդյունքում ստեղծված նախագիծը չվավերացվեց թուրքերի կողմից, առհասարակ չվավերացվեց, քանի որ ըստ թուրք պատմաբանների Չիչերինը առաջ էր քաշում Հայաստանին տարածքներ տալու հարցը։ Երբ նրանք բողոքում էին այդ դեպքում ինչով եք տարբերվում Անտանտից, Անտանտն էլ է ուզում տրոհել Թուրքիան, Չիչերինն ասում էր նրանով, որ մենք ավելի քիչ տարածքներ ենք պահանջում հայերի համար։ Ձեզ եւս 1-2 այս պատճառով չվավերացվեց այդ պայմանագիրը։ Եթե պարոն անցնենք ներկա ավելի, այսինքն որովհետև քանի որ խոսեցին Եթե կարելի իհարկե այս մասով շատ կարճ եւս 2 տեղեկություն։ Թուրքիան, Քեմալական կառավարությունը ստիպված եղավ ընդունել ռուսական ձևաչափը հայկական հարցի լուծման։ Քանի որ դա իրեն չարյաց փոքրագույնն էր թվում համեմատած Անտանտի, այո։ Ուրեմն եւ Խատիսյանին, որը այդ ժամանակ արտասահմանյան շրջագայության մեջ էր, Կոստանդնուպոլսում Թուրքիայի ներքին գործոց նախարար Ռեշիդ Փաշան 2 հանդիպումների ընթացքում հաղորդում է, որ իրենք ուզում են մեզ հետ համաձայնության գալ, որ մեզ կտան նաեւ Մուշը եւ Բասենի հովիտը եւ Ալաշկերտի հովիտը եւ նաեւ Ռիզեի նավահանգիստը Սևծով։ Խատիսյանը ասաց, որ լիազորված չէ բանակցելու։ Այդ նույն ժամանակ գրեթե, երբ արդեն Սևրի պայմանագիրը ստորագրվել էր, 2 թուրք պատվիրակ եկան, ըստ
ըստ Հակոբ Տեր-Հակոբյանի իրազեկի տեղեկությունների, իսկ նա արտգործնախարարության քարտուղարներ։ Եկան եւ փորձեցին բանակցել Օհանջայանի կառավարության հետ, ասելով. նրանց նախնական պայմանը սա էր. դուք այսքան ունեք, ձեզ կտանք մինչև Վան, Վանից կբարձրանաք հյուսիս, կհասնեք Սեղծով, այնտեղ ձեզ կտանք Ռուզեի նավահանգիստը, եկեք բանակցենք, միասին լուծենք հարցերը, Սևրի պայմանագիրը մի կողմ դրեք։ Գիտեք, դա թուրքերի նախնական առաջարկն էր։ Եթե մենք նստեինք բանակցելու, երկու կողմերն էլ սովորաբար բանակցելուց առաջ պայմաններ ունեն, դա նրանց պայման, ապա մենք կարող էինք նոր պահանջներ ներկայացնել եւ թուրքերը պատրաստ էին դրան։ Այդ ժամանակ Քեմալի դրությունը նեղն էր։ Մի կողմից Անտանտն է, այնտեղ ուրեմն հտրոհում Թուրքիան Սևրի պայմանագրով, մյուս կողմից Ռուսաստանն է պահանջում Հայաստանին տարածքներ տալ։ Նրա դրությունը իրոք նեղն էր եւ նա ընդունեց ռուսական ձևաչափը։ Մենք հրաժարվեցինք բանակցել։ Իսկ երբ այնուհետև կապիտուլյացիա էինք ենթարկվել եւ Ալեքսանդրապոլում սկսվում էին բանակցությունները, այնքան անիրատես էինք քաղաքականապես, որ երբ Քազիմ Կարաբեկիրը մեզ ասաց ներկայացրեք ձեր պայմանները, դա նոյեմբերն էր, նոյեմբերի 24-25-ը մոտավորապես, մենք այդ պայմանները ներկայացրեցինք, մեզ տալիս եք մինչև Վան, ուշը, այնտեղից բարձրանում ենք հյուսիս, ծով, Ռուզեի նավահանգիստը, մենք այն պայմաններն էինք առաջադրում, որոնք մեզ ներկայացնում էին նրանք եւ խնդրում էին ընդունել ու խնդրում էին բանակցել օգոստոսին, բայց արդեն այլևս ժամանակավրեպ էր եւ Կարաբեկիրը սա պատասխանեց, այս պատասխանը տվեց, եթե դուք հիմա Ալեքսանդրապոլում նստած բանն եք ուզում, բա ինչ կլիներ, եթե Վանում նստած լինեիք, Թուրքիայից ոչինչ չէր մնա։ Այսինքն, գիտեք, այս իրադարձությունների վերլուծությունը մեզ ցույց է տալիս, որ եթե մենք մի քիչ քաղաքականապես իրատես լինեինք եւ հասկանայինք, որ Ռուսաստանն է այստեղ աշխարհաքաղաքական պատկերը տարածաշրջանի ձևավորում, Ռուսաստանն է թելադրող ուժը, մենք շատ շահեկանորեն դուրս կգայինք եւ ռուսները մտադիր էին իրոք հայկական հարցը լուծել, ահա այս իմ նշած պայմաններով, ինչը բազմիցս արտացոլված է Չիչերինի, ուրեմն Ալեգրանի, այլ Գորտիշների, Օրջոնիկիձեի եւ այլոց ուրեմն գրագրություններում։ Այսինքն մենք այսպես Ռուսաստանի մեկնած ձեռքը շարունակ ետ մղելով կամ թքելով այդ ձեռքի վրա, մենք թույլ տվեցինք, որ Քեմալը հարձակվի Հայաստանի վրա, մենք թույլ տվեցինք, որ հասնեն Ալեքսանդրապոլ եւ ի վերջո այս փոքրիկ կտոր Հայաստանի խորհրդայնացումն էր, որ դարձավ այս մնացած ժողովրդի եւ հայրենիքի այս վերջին հատվածի փրկությունը։ Պարոն, երբ խոսեցինք առաջին հանրապետությունից, առաջին հանրապետության հռչակումը, անկախության վերականգնումը 8-րդ տարվա ընդմիջումից հետո սեփական հողի վրա եւ ընդ որում հայոց ցեղասպանությունից 3 տարի անց դեռևս մեր ժողովրդի պատմության ամենափայլուն էջն էր, որ մենք կարող, այսինքն անհավատալի բան, ցեղասպանված ժողովուրդ 3 տարի հետո ընդամենը եւ ինչպես ասացի 8-րդ տարվա ընդմիջումից հետո։ Սա նաեւ ցույց տվեց, որ մենք իբրև ժողովուրդ կարող ենք վերապրել ցեղասպանություն եւ այդ մեզ պատուհասած դժբախտության մի քիչ ասիմետրիկ հարված էր։ Կարծես թե ոչ ասիմետրիկ պատասխան, կարծես ոչ ոք մտքով չէր ասում։ Երևի նույն ձև պատասխան էր նաեւ Ղարաբաղյան շարժումը, ասիմետրիկ պատասխան, որովհետեւ թվում էր թե ազգային կյանքը նաեւ Հայաստանի խորհրդային Հայաստան պիտի արդեն մարած լինի սովետական ազդեցությամբ, ինտերնացիոնալ գաղափարներով պայմանավորված, բայց նաեւ եթե փորձենք ներկա զարգացումներին անդրադառնալ, մենք ժողովուրդ ենք, որ կարող է ցեղասպանությունից հետո պետություն ստեղծել, կարող է հետո որոշակի սխալներ թույլ
թույլ տալ։ Եվ այս ամեն ինչի համատեքստում, եթե դիտենք Հայոց ցեղասպանության հիմնական դասեր, ինչ պետք է մենք այսօր ժողովուրդ, որպես ժողովուրդ եւ որպես պետություն անենք, խնդրում եմ, որ մեզ հատկացած եթերաժամանակը ցավոք սրտի մոտենում է ավարտին, փորձենք ամփոփելով ինչ պիտի այսօր անենք։ Այո, շատ շնորհակալություն։ Ես ձեզ պատասխանեմ օտար ուսումնասիրողների տեսանկյունից եւ նրանց շուրթերով։ Գիտեք, երբ օտարները զբաղվել են արևելքով եւ ուսումնասիրել են արևելքը ժողովուրդներին, մեզ հայերիս, մյուսների հետ միասին, մեծ մասամբ հանգել են այն տեսակետին, որ ամենաուժեղ տեսակը մենք ենք արևելքում, ամենաուժեղ ազգը։ Բերեմ Պաուլ Ռորբախի նշանավոր աշխարհաքաղաքագետ, արևելագետ հետևյալ նախադասությունը. նրանք միակն են, որոնք հմուտ են բոլոր թամբերի վրա։ Եվ Ռորբախը սա իր երկարաժամկետ ուսումնասիրությունների արդյունքում էր ասում, եւ ասում էր, որ եթե հայը երկրագործ է, ապա նա լավագույն երկրագործն է։ Եթե հայը շինարար է, ապա ոչ ոք նրա հետ չի կարող մրցել նմանապես։ Հայը լավագույն ռազմիկն է, հայը լավագույն զորավարն է։ Եվ իր այս տեսակետները նա փաստարկում էր նաև արևելքի եւ հայոց պատմությամբ։ Ձեր այս բերած օրինակները վերստին վկայում են, թե իրոք մենք որքան ուժեղ ենք։ Մեզ նենգորեն, մեզ խաբելով ենթարկեցին ցեղասպանության, խաբելով։ Եվ այդուհանդերձ մենք այնքան ուժեղ էինք, որ ստեղծեցինք մեր պետականությունը եւ տեր կանգնեցինք մեր ազգային խնդիրներին։ Հիմա ես հիշեմ նաև Կարեն Եփեից, մեծ հումանիստ, հետևյալ խոսքը. եթե նրանք միասին են, հայերը, ոչ ոք չի կարող նրանց հաղթահարել։ Այսպես։ Գիտեք, հայոց ցեղասպանության դասերը հետևյալն են։ Ուրեմն տեր կանգնել մեր ցեղասպանված մեծ ծնողների, նախնիների հիշատակին եւ ուրեմն եթե չենք կարողացել ինչպես հարկն է պատժել, ապա առնվազն այսօր պետք է ողջ աշխարհին եւ նաեւ թուրքական հանրապետությանը ստիպենք, իսկ դա մենք կարող ենք անել։ Ժամանակը այդ դեպքում մեր օգտին կաշխատի եւ միջազգային իրավունքը շարունակելու է զարգանալ, որ ճանաչեն ցեղասպանությունը։ Երկրորդ, ուրեմն մենք պետք է տեր կանգնենք մեր պատմական հիշողությանը։ Գիտեք, Ռաֆու խոսքերով ասեմ, պատմությունը մեր ժողովրդի մի վարդապետարան է, մի դասարան է, որտեղ անընդհատ կարելի է սովորել նախնիների սխալները, ապագայում դրանք թույլ չտալու համար։ Մեր այս հազարամյակների պատմությունը, գիտեք ինչպեսի դասեր է մեզ բերել։ Եթե մենք յուրացնենք այդ դասերը, վստահ եղեք, որ մենք ապագայում ոչ մի սխալ թույլ չենք տա։ Մի կարծում ներողություն դատում, Էրիխ Ֆրոմն չի ասում, որ պատմության դասերը նրանք են, որոնք այդպես էլ չեն սովորում։ Ված չէր ասված, այո։ Ուրեմն այսպես տեր կանգնենք մեր պատմությանը, տեր կանգնենք մեր ցեղասպանված նախնիների հիշատակին եւ նաեւ յուրացնենք այն դասերը, որոնք մեր պատմությունն է մեզ ավանդում եւ այդ դեպքում մենք կլինենք քաղաքականապես նաեւ իրատես եւ այլևս այնպիսի սխալներ չենք կատարի, որոնք կատարեցինք ինչպես 1920 թվականին, այնպես էլ առանձին դեպքերում նաեւ 1918 թվականին։ Եվ դրանից հետո արդեն մեր օրերում։ Այո։ Իսկ Արցախի մասով ես ձեզ ասեմ, մի անգամ ճիշտ էր իմ կողմից եւ առհասարակ այսպես ընդունելի պետք է լինի այդ դիտարկումը։ Ուրեմն այն ինչ տեղի ունեցավ Արցախում ցեղասպանություն էր եւ համապատասխանում է ցեղասպանության կանխարգելման եւ պատժման կոնվենցիայի առնվազն 2 կետերին։ Հիմա եթե դուք գնաք միջազգային հարթակներում ցեղասպանագետներին հարցնեք, ինչ էր այն, որ տեղի ունեցավ Արցախում, նրանք ովքեր զբաղվել են Արցախով, միաժամանակ ձեզ կասեն ցեղասպանություն։ Դրա համար ես կոչ եմ անում մեր հանրությանը չկիրառել այդ էթնիկ զտում եզրույթը, որը այսպես իրավական որևէ հետևանք չունի,
եւ ձևակերպել իրողությունները այնպես, ինչպես դրանք իրականում կային։ Արցախում տեղի ունեցածը ցեղասպանություն էր եւ համապատասխանում էր երկու կետերին՝ Կոնվենցիայում որպես ցեղասպանություն ձևակերպված երկրորդ կետը հետևյալն է. տվյալ խմբին հոգեկան եւ ֆիզիկական տանջանքների մատուցումը, խոշտանգումները, տառապանքների պատճառումը եւ մյուսը տվյալ խմբի համար այնպիսի կենսապայմանների ստեղծումը, որը կհանգեցնի խմբի ոչնչացմանը։ Այս երկու կետերն աչքի առաջ ունենալով կարելի է պարզապես աներկբայորեն ասել, որ դա ցեղասպանություն էր։ Շատ լավ, շնորհակալություն։ Ես ձեզ նույնպես շնորհակալ եմ։ Հայոց ցեղասպանության, դրա մերօրյա հետևանքների, ինչպես նաև հայոց ցեղասպանության հիմնական դասերի մասին զրուցեցինք ցեղասպանագետ, պատմական գիտությունների դոկտոր պրոֆեսոր Աշոտ Հայրույանի հետ։